Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկ սրտաբան ներանոթային վիրաբույժ Գրիգոր Սիմոնյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Եվ ժամանակ տրամադրեցիք ձեր հագեցած առօրյայից կտրվելով։ Բժիշկ Սիմոնյան, տեղյակ ենք, որ Գյումրիի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը արդեն վերազինված, եւ նոր թափով սկսել է իր գործունեությունը։ Կխնդրեի մի փոքր մեր հեռուստադիտողներին տեղեկացնեիք, թե ինչ նոր ծառայություններ եք մատուցում։ Ուրեմն նոր ծառայություններից եկեք առանձնացնենք պերիֆերիկ զարգերակների բալոն դիլատացիա ստենդավորումը և կորոնար զարգերակների տեղապատ բալոն դիլատացիան, այս երկու ծառայությունները ներանոթային վիրաբուժության մեջ ամբողջ աշխարհում բավականին հաճախ ու շատ կիրառվող, ինչպես նաև արդյունավետ միջոցներ են։ Հիմա արդեն նոր վերազինումից հետո վերոնշյալ միջամտությունները մենք կատարում ենք։ Խնդրեմ փոքր մանրամասնեիք, դրանք իրենցից ինչ են ներկայացնում, այսինքն հիվանդը ինչ գանգատների դեպքում պետք է դիմի ձեզ։ Ուրեմն եկեք ամեն ինչ սկսենք սկզբնակետից։ Նախ գանգատներից եկեք առանձնացնենք մի քանի հիմնական կարևոր գանգատներ ցավ կրծքավանդակի շրջանում, հեվոց, օդի պակասի զգացողություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության անտանելիություն, որոնք հիմնականում բնորոշ են սրտի պսակաձև զարկերակների մեղացմանը մեծ մասամբ։ Ճիշտ է, կան նաև այլ տարբերակներ, որ իրականում խնդիրը հիվանդի բուժառուի մոտ կա, որոնց հիմնական մեղավորը, այսպես ասած, սրտի զարկերակները չեն, բայց նման դեպքերում ներանոթային միջամտության շնորհիվ կարելի է դիֆերենցիալ, տարբերակել իրարից, այսինքն հիվանդության մեղավորը կախված է սրտի պսակաձև զարկերակների նեղացումից, թե այլ պատճառներ կան։ Այնուամենայնիվ, գլխավոր մեղավորը այստեղ ով է, հենց բուժառուն ինքն է, կարող է այնպես անել, որ կանխարգելել, որպեսզի այս խնդիրների առաջ չկանգնի։ Այո, իհարկե, եկեք մեղավոր բուժառուին չանվանենք։ Դա իհարկե այո, ճակերտավոր ենք ասում։ Քանի որ բազմապատճառ խնդիր էինք ազգաբնակության մոտ, դրանցից կարելի է տարբերել, դիֆերենցել, թե այն ֆակտորները, որոնք կախված են հիվանդից, ու նաև կան ֆակտորներ, որոնք կախված չեն հիվանդից։ Բերեք թվենք կախվածները, հա։ Կախվածներից առաջինը ծխելը, ոչ կանոնավոր սնվելը, ոչ առողջ ապրելակերպ, խնդիրներ լինելու դեպքում պատշաճ դեղորայքի չօգտագործումը եւ նմանատիպ այլ հարցեր։ Իսկ միգուցե նաեւ ոչ ժամանակին բժշկի։ Իհարկե դա ավելի ամենակարևոր հարցերից է։ Հիմա մենք խոսում ենք ճիշտ ասած պատճառների մասին, իսկ ոչ ժամանակին բժշկի դիմելը իհարկե ունենում ենք շատ ավելի բարդ վիճակ, քան կարող ենք ունենալ շուտ դիմելու դեպքում։ Իսկ այն պատճառները, որոնք կախված չէ բուժառուից, Դա կան, նման պատճառներ էլ կան, սեր, տարիք։ Օրինակ հատկապես ավելի շատ որ սեր։ Տարական սերին է ավելի շատ բնորոշ սիրտանոթային հիվանդությունները։ Երևի ընդունենք, որ հա խմել, ալկոհոլ ընդունել, ծխել։ Դրանք խոսեցինք այն մասին, դրանք իրականորեն մոդիֆիկացվող գործոններ են կոչվում, այսինքն մարդը կարող է կյանքի ընթացքում ծխող լինել, թողնել ծխելը, խմող լինել, թողնել խմելը, բայց տարիքը բնականաբար թողնել չի կարող, ինչպես նաև սերը։ Այդ պատճառով ասացի, որ կան պատճառներ, որոնք կախված են հիվանդից, իր ապրելակերպից, կամ պատճառներ, որ կախված չեն։ Գանգատները ձեր թվարկած գանգատներով ներկայացավ բժշկին եւ ընդունենք ժամանակին։ Հետագա քայլերը որոնք են։ Կան բազմաթիվ հետազոտության մեթոդներ, բայց քանի որ հիմա խոսում ենք ներանոթային միջամտության մասին, եկեք խոսենք կոնկրետ
ներանոթային կորոնարոգրաֆիայի մասին, սրտի պսակաձև զարկերակների վիզուալիզացումը արդեն էկրանին, որ հստակ այդ ժամանակ կարող ենք գրեթե 100% հիվանդին ախտորոշում տալ ու նաև առաջարկել հետազոտության մեթոդ է, իհարկե հիմնականում կարող ենք գրեթե 100% ախտորոշում տալ հիվանդին եւ առաջարկել իր հետագա բուժման տակտիկան։ Եվ որոնք են այդ բուժման տակտիկաները։ Ուրեմն տեսեք, շատ դեպքերում լինում է, որ հիվանդը ունենում է տիպիկ կանգադներ, գալիս է հետազոտության, անցնում է հետազոտությունը եւ անգիոգրաֆիկ փոփոխություններ չենք հայտնաբերում։ Այս դեպքում արդեն կա երկու տարբերակ։ Առաջի տարբերակը այն էր, ինչի մասին սրույցի սկզբում նշեցի, երբ սրտի պաթոլոգիայի պատճառը կախված չէ անոթների աթերոսկլերոտիկ նեղացումով։ Կան նման դեպքեր, բավականին հաճախ էլ հանդիպում են։ Ու երկրորդ տարբերակը, երբ որ հայտնաբերվում են արդեն անոթային նեղացումներ, աթերոսկլերոտիկ փոփոխություններ, արդեն կախված նեղացման չափից, նեղացման տեղակայումից, նեղացման լոկալությունից կամ բազմատեղ լինելուց առաջարկվում են տարբեր լուծումներ։ Սրտի անոթների կորոնարոգրաֆիա, այս դեպքում ինչ ցուցումներ կան։ Դե կանգատները սկզբից նշեցի, վերոնշյալ կանգատները ունենալու դեպքում պացիենտներին ցուցված է կորոնարոգրաֆիան, քանի որ կորոնարոգրաֆիան ճիշտ է համարվում է փոքր ինվազիվ միջամտություն, նաև պետք չէ մոռանալ, որ ունի ոչ շատ մեծ ռիսկի ֆակտորներ, բայց հաշվի առնելով իր տված ինֆորմացիայի արժեքը կարելի է ռիսկերը զրոյին մոտ համարել, այսինքն հիվանդը ու նաև բժիշկը ստանում է ամենաթանկ ինֆորմացիան սրտի անոթների վիճակի մասին, որոնք հավատացեք շատ ժամանակ բազում կյանքեր են փրկում։ Ինֆորմացիան հասկանալով, նաև հետագա ճիշտ շարունակելով նկատի ունեմ։ Այնուամենայնիվ այս ինվազիվ միջամտության դեպքում ինչպիսի վտանգներ հնարավոր է, որ ի հայտ կան։ Ինչպես նշեցի, իր պատճառած վնասը կոպիտ ասած, մի քիչ այդ ձև զրուցենք, բազգաբնակչությանը հասկանալի լինի եւ տված ինֆորմացիան համեմատելու չեն իրար հետ։ Այնտեղ փոքր ինվազիվ միջամտություն է ինքը եւ ունի իրականում որոշ բարդություններ, բայց իմ կարծիքով շատ չէ, այդ պետք չէ մեծ ծավալով անդրադառնալ իր տված վնասին, քանի որ մեծ հաշվով գրեթե հագացություններ չունի, բացառությամբ մի քանի դեպքերի երբ հստակ հագացություն կա հիվանդի մոտ կորոնարոգրաֆիա անցկացնելու։ Այսինքն օգուտը ավելի շատ է։ Ինֆորմացիայի առումով այո։ Այ որ դեպքում է հիմնականում կիրառվում կորոնար զարկերակների դեղապատ բալոն դիլատացիան։ Ուրեմն տեսեք, կան դեպքեր, երբ որ կորոնարոգրաֆիայի արդյունքներից հետո տեսնում ենք բժշկական լեզվով ասած բիֆուրկացիոն նեղացումներ, դրանք այն նեղացումներն են, երբ անոթը, խոշոր անոթը բաժանվում է երկու համեմատած ավելի մանր ճյուղերի եւ ստացվում է այնպես, որ նեղացումը լինում է հենց բաժանման հատվածում։ Ճիշտ է, նման դեպքում կան ստենդավորման 4-5 տարբեր մեթոդներ նման դեպքերի համար նախատեսված, նման դեպքերը միջամտելու, անոթը երկու տարբեր ստենդներով ստենդավորելու, բայց այնուամենայնիվ կան տարբերակներ, երբ որ ցանկալի չի, այսինքն ավելի մեծ օգուտ բուժառում կստանա նեղացած հատվածի տեղապատ բալոն դիլատացիայով, քան նույն հատվածի ստենդավորմամբ։ Ունենում ենք դեպքեր, երբ որ 1 տարի, 2 տարի, մի քանի տարիների ընթացքում նորից դիմաց հիվանդները, որոնք նախկինում ստենդավորվել են, հենց մեր մոտ
տեսնում ենք, որ ստենդավորված հատվածում կան նեղացումներ։ Այսինքն այդ ստենդավորված հատվածը մեզ չի տալիս 100% երաշխիք, որ ամբողջ կյանքի ընթացքում խնդիրը նույն տեղում չի կրկնվելու։ Իհարկե նույնը կարող եմ ասել բալոն դիլատացիայի մասին, բայց այստեղ կան տոկոսային հարաբերություն, այսինքն ավելի ցանկալի է նման հատվածները, որտեղ տեխնիկապես դժվար է կամ վտանգավոր է կամ ինչու՞ չէ նաև հնարավոր չէ ստենդավորման եղանակ կիրառել, նման հատվածներում կիրառվում է բալոն դիլատացիան։ Ճիշտ է, մեր մոտ դեռ նոր ենք սկսել, չունենք կոբիդ ասած հետ բազա, որ հասկանանք, թե 3 կամ 5 տարի առաջ մեր կատարած միջամտությունները այսօր ինչ արդյունք ունեն, բայց հավատացեք, աշխարհի փորձով մնացած ինֆորմացիաներով բավականին լավ արդյունք է տալիս։ Այ բուժարուները ինչպես են վերաբերում այս ինվազիվ միջամտությանը, կա վստահություն։ Այո, որ իմանում եմ, որ հա պետք է ստենդավորվեն։ Ոնց են այս ռեակցիան։ Հարցը լավն է, տարբեր, իրականում տարբեր։ Կան մարդիկ, որ վերաբերվում են շատ adekvat, նորմալ, հասկանում են, որ այդ պահին կարող է իրանց համար կյանք արժանալ, հետագա լուրջ պարտություններից խուսափելու ճանապարհ լինել, բայց կան մարդիկ էլ, որ վերաբերվում են մի քիչ թյուրահավատ, կարելի ասել, կամ անվստահ, չեմ կարող բառը ճիշտ նկարագրել, այն որ պրակտիկայի ընթացքում ունեցել եմ պացիենտներ, որ տարբեր են, որ ասել են, որ պրոստը երկու բառով, որ բժշկ, եթե ինձ ստենդավորեք, ես կմահանամ։ Նման ռեակցիա է լինում, հա, նույնիսկ նման ռեակցիա է լինում, այն որ իհարկե ինչ է անում բժիշկը, ինչ է անում այդ պահին։ Ես կարող այդ հիվանդի խոսքը ամբողջությամբ, լրջությամբ վերցնել ու բանել, իհարկե այդ պահին պետք է բոլոր էմոցիաները դնել մի կողմ ու նորից բացատրել հիվանդին, այո, թե մենք ինչ ենք պատրաստվում անել, դրանից հետո ինքը ինչ կստանա ու հետագան ինչ արդյունք կունենա։ Իհարկե շատ դեպքերում ստացվում է զրույցը, այսինքն գալիս են հիվանդները այն մտքին, որ այո, դա իրոք դա իրենց պետք է։ Նաև ավաղ կան հակառակ տարբերակներ, բայց տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ։ Հակառակ տարբերակների մոտ։ Տեսեք, հակառակ տարբերակի դեպքում առողջական, հա, խնդիրների սրացում չի լինում։ Մենք բժիշկ ենք, մենք ուզում ենք օգնել հիվանդներին, մենք ցանկանում ենք, բայց ստիպողական ոչինչ չկա։ Մենք չենք կարող հիվանդի կամքին հակառակ կամ հիվանդի օրինական ներկայացուցիչ կամքին հակառակ փորձել միջամտել 100% վստահ լինելով, որ մենք մեր միջամտությամբ հիվանդի կյանք կփրկենք։ Այստեղ ավելի ու ավելի կարևոր է հիվանդի ցանկությունը, հիվանդի խոսքը։ Այսինքն ստացվում է այնպես, հավատացեք, եղել են 1-2 դեպքեր եղել են, որ սուր ինֆարկտով հիվանդը հրաժարվել է ստենդավորումից, որ ամբողջ կոլեկտիվով, բժիշկներով զարմացած նայել ենք իրար, թե լավ ինչ անենք հիմա, մենք գիտենք, մասնագետ ենք, հասկանում ենք, որ մոդագա ժամերի ընթացքում ունենալու ենք հիվանդի կտրուկ վատացում, բայց չենք կարող հիվանդի կամքին հակառակ փորձել հիվանդին օգնել։ Այս դեպքում ընտանիքի անդամներ եւ այլն իրենց իհարկե բոլորին մանրամասը մի քանի անգամ, անհրաժեշտության դեպքում 10 անգամ մենք պատրաստ ենք նույնը կրկնել, բացատրել օրինակներով, մնացածով մենք ամեն ինչ անում ենք, որ փոխվի հիվանդի ու հիվանդի հարազատի միտքը, վերաբերմունքը այդ ամեն ինչի նկատմամբ, նաև ուղիղ խոսքով հասկացնելով, որ չմիջամտելու, չանելու դեպքում օրվա մի քանի ժամերի օրվա ընթացքում ունենալու ենք շատ ավելի բարդ վիճակ, որ նույնիսկ հնարավոր է էլ տարբերակը չունենանք միջամտելու, հնարավոր չլինի միջամտել, թե ֆիզիկապես, թե մնացած բոլոր ֆակտորներից ելնելով։ Մեծամասամբ դեպքերում կարողանում ենք բերել նրան, որ հասկանան, որ այո, այստեղ մեզ ուզում են օգնել, կյանքի հարց է ի վերջո, մասնագետն իրանք են, բայց
1-2 դեպք կարելի է բացառություններով ասել, որ մինչև վերջ հրաժարվում են եւ վերջ։ Լինում են դեպքեր, երբ հրաժարվելու պատճառը ֆինանսն է։ Տեսեք, նման դեպքերը սուր ինֆարկտների դեպքում չի գործում, քանի որ մենք մեր նախորդ զրույցում այդ մասին խոսել ենք, սուր ինֆարկտների դեպքում ունենք Stand for Life ծրագիր, որը մոտ արդեն 10 տարի գործում է ամբողջ հանրապետությունում։ Եթե խոսքը վերաբերվում է կորոնարանոթի սուր փակմանը, այսինքն սուր ինֆարկտին, նման դեպքերում բոլորը կատարվում է պետպատվերի շրջանակներում եւ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի լինում հիվանդի վրա։ Իսկ այդ Stand for Life ծրագրին մասնակցելը մի քիչ կոպիտ եմ ասում, կախված է կրիտերիաներից, որ ժողովրդի մոտ թյուր կարծիք կա, որ հիվանդին եթե շտաբօգնության մեքենան է տեղափոխում հիվանդանոց, այդ նշանակում է, որ պետք է ներառված լինի այդ ծրագրի շրջանակում ամեն ինչը, քանի որ տեղափոխել է շտաբօգնության մեքենան։ Եկեք այստեղ երկու բան առանձնացնենք։ Նախ շտաբօգնության բժիշկը կարող է չլինել համապատասխան մասնագետ սրդաբանը, չէ, որ չգիտի կանչինքը ուր է գնում։ Ցանկացած մասնագետ կարող է լինել։ Չլինի համապատասխան մասնագետը, ինչ որ տեղ չկարողանա հստակ ախտորոշել հիվանդի ախտորոշումը տանը, այդ պատճառով շատ գրագետ ճիշտ ձևով մեր բժիշկները կազմակերպում հիվանդին տեղափոխում են հիվանդանոց։ Դրանով շտաբօգնության գործառույթն ավարտվում է։ Արդեն հիվանդանոցում հիվանդի հետ սկսում է շփվել օրվա հերթապահ բժիշկը, այո, որը արդեն հստակ սրդաբան մասնագետ է, որը արդեն տիրապետում է բոլոր նրբություններին եւ նաեւ ունի համապատասխան միջոցները ձեռքի տակ ավելի խորը հետազոտելու, հասկանալու համար, թե ինչ ախտորոշում է այդ բային հիվանդի մոտ։ Եթե հիվանդի մոտ ախտորոշվում է սրտամկանի սուր ինֆարկտ, որը եղել է ցավը սկսելուց մինչև 12 եւ 24 ժամերը, կարևոր ժամեր են դրանք։ Այսինքն, եթե մի քանի օր առաջ չի եղել հիվանդի մոտ սրտամկանի սուր ինֆարկտը, ինքը մտնում է Stand for Life ծրագրի մեջ, այդ դեպքում անկախ հիվանդի ֆինանսական կարգավիճակից, մնացած արտոնություններից ոչ մի բան կապ չունի այդ դեպքում։ Հիվանդի ֆինանսական դժվարություններ չեն առաջանում հիվանդի ու հիվանդի հարազատների մոտ։ Այսինքն ամեն ինչ կատարվում է պետպատվերի շրջանակներում ու նման խնդրի չենք բախվում։ Բժիշկ Սիմոնյան, միայն Շիրակի մարզի բնակիչներն են ձեր ծառայություններից օգտվում, թե նաև հարակից մարզերի։ Եկեք ընտրենք երկրորդ տարբերակը, որովհետև վերջին ժամանակներս բավականին շատ հիվանդներ ունենում ենք հարակից մարզերից, Լոռվա մարզից, Արագածոտնի մարզից, ինչպես նաև Վրաստանի մեր Ճավախքից, ինչքան էլ ժողովրդի մոտ կա կարծիքներ, որ Վրաստանում ամեն ինչ ավելի էժան է, ամեն ինչ ավելի լավ է կատարվում, մնացած, ես ոլորտի մասնագետ լինելով այդ կժեղտեմ, իհարկե այնտեղ կարող է ֆինանսական հարցերով տարբերություններ լինեն, մնացած, չեմ անդրադառնում դրան, բայց հավատացեք, Ճավախքից ունենում ենք բավականին հիվանդներ, որոնք տոկոս են կազմում արդեն մեր ընդհանուր հիվանդների մեջ։ Եվ դա ինչի արդյունք է։ Միգուցե վստահության տարիների աշխատանքի դրա երևի։ Մեկ-երկու բառով էլ ներկայացնենք, թե այս ծառայությունը առաջիկա, տարիներին կամ նույնիսկ ամիսներին ինչպիսի ծրագրեր է նախատեսվում ծառայությունում։ Տարիներ, ամիսներ եկեք չառանձնացնենք, ներանոթային վիրաբուժությունը բնույթով բավականին բարդ ու բժշկության մեջ արդեն իր կայուն տեղը զբաղեցնող մասնագիտություն է, կատարվում են բազմաթիվ միջամտություններ, որոնք իհարկե հələ մեր մոտ չենք կատարում, բայց հույսով եմ ապագայում իհարկե վերապատրաստումների
նյութական, տեխնիկական վերազինման մնացած պարագաներում անպայման կսկսենք անել։ Դրանցից կարելի է առանձնացնել երիգամի զարգերակների ստենդավորում, պորտալ զարգերակի ստենդավորում։ Այո, ընդլայն ենք։ Այո, իհարկե, ինքը բնույթով բավականին զարգացող մասնագիտություն է, որը փորձում ենք մեր մարզում զարգացնել։ Բժիշկ Սիմոնյան, եւ մեր հաղորդման ավարտին կուզենայի, որպեսզի ձեր կոչը, հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Ինչպես անենք, որպեսզի հնարավորինս խուսափենք նման հիվանդություններից։ Խուսափելու համար պետք է չծխել առողջ ապրելակերպ, խնդիրներ լինելու դեպքում այցելել պոլիկլինիկաներ, ընտանեկան բժիշկների, ինչու՞ չէ այնտեղ տեղորայքի նշանակում ժամանակին կանոնավոր օգտագործել եւ ամենակարևոր հորդորս ժամանակին դիմել բժիշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, չլսել հարևանին, բարեկամին, մնացած իբր լավը կամեցողներին։ Կան մասնագետներ, որոնք կյանքի մեծ հատվածը նվիրել են այդ ամեն ինչը սովորելուն, հիմա սովորել են ու ծառայում են ազգաբնակչությանը։ Պետք չի ինչ-որ մեկի փորձով փորձել տանը ինքնաբուժվել։ Ինչ-որ մեկի փորձը կարող է հենց իրեն փորձանք բերի։ Այո։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկ սրտաբան, ներանոթային վիրաբույժ Գրիգոր Սիմոնյանին։ Դե ինչ ականջալուր լինենք բժշկի հորդորներին եւ լինենք առողջ Medinfo-ներ եթերում։